Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այսօր ունեմ հյուր Գյումրիից, Մայրաստանի քաղաքապետի տեխնացու, նախընտրական դաշինքի Կարեն Սիմոնյանը։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան, մեր հավերն ընդունելու համար։ Գյումրին նաև ձեր առաջին հավաքի ժամանակ երբ լսեցինք, դառնում է ներքաղաքական կյանքի կենտրոնը, պայմանավորված հավաքանու ընտրություններով։ Ձեր խոսքերը հավաստելու կամ այսպես ավելացնելու, որ դա իրականություն է, եկավ երեք վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Նիկոլ Փաշինյանը հայտնվել էր Գյումրիում եւ արել հայտարարություններ, մասնավորապես խոսելով ընդդիմադիր տեխնացուների մասին, ասել էր 400-500 միլիոն դոլարի գողացված գումար կա, դրանք ուզում են պահել, վատ ձևակերպումներ էր օգտագործել, հա, որ պատվալներից դուրս են եկել, չնայած մինչև հիմա մենք ինչքան պատվալ մտնող տեսել ենք ինքն է եղել, բայց ամեն դեպքում դուրս են եկել եւ այդ թալանածը փորձում են պաշտպանել։ Դուք որևէ ժամանակ կապ չեք ունեցել իշխանության նախորդ իշխանության հետ եւ լինելով այս ընտրություններում նաեւ ֆավորիտ տեխնացուներից մեկը, ինչպես կարձագանք եք այդ հայտարարությանը։ Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանի զգայարանները շատ լավ են աշխատում եւ զգում է քաղաքացիական պայմանագրի մոդալուտ վախճանը, որը նաև կարող է սկիզբ դրվել Գյումրի քաղաքից, ինչ վերաբերում է 300, 400, 500 միլիոն թալանին, ինչ կապ ունեմ ես, մեր քաղաքական ուժը, ինձ գյումրեցիները տեսել են դեռ պատանեկան տարիներից, ուսանող տարիներից, երբ որ ես զբաղվել եմ բանվորությամբ, իմ առաջին աշխատանքը եղել է բանվորությունը եւ յուրաքանչյուր գյումրեցի, ով առևտրի ոլորտի հետ ունեցել է առողջություն, շատ լավ ֆիքսել է իմ տեսակը եւ այն մեկը մեկի վրա տնելով ինչ որ բանի հասնել է, հետեւաբար դա մեզ չի վերաբերում, իմ կարծիքով հերթական մոլորեսնելու փորձն է, որբիսի եւս մեկ անգամ գյումրեցուց այսպես ասած քվեներ սպասել, բայց դատապարտված է դա։ Բայց եթե փոխաբերական իմաստով ասենք, ինչպես դուք ասացիք, Փաշինյանը զգայարանները լավ են աշխատում եւ ինքն է ոնց որ պատվալից դուրս եկել, հասկանալով մոտալուտ պարտությունը։ Հիմա գանք այն գործընթացներին, որոնք ամիսներ առաջ սկսվեցին, նաեւ ձեր նախաձեռնությամբ ստորագրավակը Գյումրին ազատ տնտեսական գոտի ազատ քաղաք հայտարարելու մասին, հա։ Շիրակի մարզում սա էական փոփոխություններ կարող է բերել ձեր այս առաջարկը, որովհետև Շիրակը ցավոք սրտի Հայաստանում ամենաաղքատ մարզերից մեկն է, Գյումրին ամենածանր խնդիրներ ունեցող քաղաքը, որը ըստ նաև Հայաստանի երկրորդ քաղաքն է իր մեծությամբ, հա։ Ինչու որոշեցիք ստորագրավակ կազմակերպել, այդ նախաձեռնության իմաստը կխնդրեմ բացատրել եւ արդյոք սա զուտ նախընտրական, այսպես PR ակցիա չէ։ Երբ որ ես մոտ 2 ամիս առաջ նախաձեռնեցի հավաք, որի նպատակն էր Գյումրիի զարգացման ծրագրի քննարկումը, այդտեղ հիմք դրվեց, որ միակ ծրագիրը այս պահին, որը կարող է արագ Գյումրիին հանել այս վիճակից, դա ազատ տնտեսական կոդի ճանաչելն է եւ Գյումրին ազատ քաղաք կարգավիճակի տալն է, որը նաեւ անցած տարիներին է եղել արդիական, բայց մնացել է թղթի վրա։ 2019 թվականին նույնիսկ կա կառավարության որոշում, բայց այդպես էլ չի իրագործվել։ Պատճառները որոշակի չափով հայտնի են, որոշակի ոչ։ Հայտնիներից են իրենք ավելի շատ փորձել են կապ հաստատել իսրայելական բիզնես դաշտի հետ եւ ինչպես տեսնում ենք տեղի չունեցել։ Այսօր մենք որոշել ենք կապի դուրս գալ նաեւ ռուսական բիզնես դաշտի հետ։ Ինչի եմ շեշտում ռուսականը, որովհետեւ Գյումրիում կա ռուսական ռազմաբազա, որի ներկայությունը նաեւ խտան է հանդիսանում, որ ռուսների մոտ ցանկություն առաջանա Գյումրիում ներդրումներ անելու եւ Գյումրին ինչքան զարգացած եւ ամուր լինի, ուրեմն իրենց ռազմաբազան այնտեղ ավելի կայուն կմնա։ Այսօրվա դրությամբ ստորագրահավաքի նպատակը հետապնդում էր հետևյալ նպատակը, որ Գյումրեցին պահանջատեր լինի, ոչ թե կողքից նայող։
Այսինքն միշտ բարձրացվել է այդ հարցը Գյումրին աղետի կոդի։ Իդեպ ասեմ, աղետի կոդի ոչ միայն երկրաշարժից հետոյի հետևանքների պատճառով է, այլ աղետի կոդի է, որովհետև ծանր սոցիալական պայմաններ կան։ Մենք այս ստորագրահավաքի ժամանակ բացահայտեցինք բազմաթիվ դեպքեր, միայնակ ծերեր, այն ճարահատված վիճակով, որ արտահայտում են իրենց բողոքը եւ բողոքի ձայնը լսելի չի ոչ մի տեղ։ Մենք նաեւ դա պարզաբանեցինք, որ պատկան մարմինները չեն զբաղվում նման հարցերով։ Եվ ստորագրահավաքի նպատակը հենց դա էր, որպեսզի Գյումրեցին դառնա պահանջատեր, ոչ թե դիմող, ոչ թե սպասող, այլ հենց ինքն է նախաձեռնել եւ ինքն է ուզում իր ձեռքով իր քաղաքը կառուցել։ Նպատակը հենց դա եղել։ Շատ լավ, հիմա տեսեք, դուք հիշատակեցիք կառավարության 2015 թվականի որոշումներից մեկը։ Հիմա այդ որոշումը կյանքի չի կոչվել։ Ու հարց է առաջանում, եթե մի բան կառավարությունը չի կարողացել կյանքի կոչել, դուք ինչպես եք անելու, սա մեկ։ Եվ երկրորդը թե որն է ձեր երաշխիքը, որ Գյումրու ավականու հայտարարությունը, որի այսպես նախաձեռնությունն եք դուք սկսել, ի վերջո դա պիտի դառնա ավականու հայտարարություն, չէ՞։ Ուղղակի։ Դրան, այո, ուղերձ հայտարարություն, դրան ականջալուր է լինելու իշխանությունը, այսինքն ինչի պիտի փորձեն իրականացնել։ Նախ իմ կարծիքով, եթե իշխանությունը փորձի անտեսել այդ հարցը, ուրեմն պատասխանը չի ուշանա Գյումրեցու կողմից, որովհետև եթե չհասկանալով, որ սա նաև կարող է դառնալ լոկոմոտիվ ամբողջ Հայաստանի համար, որ նաև պետական բյուջե մեծ գումարների հոսք տեղի ունենա, ուրեմն պատասխանը կստանան անպայման, իսկ պատասխան ստանալուց հետո Գյումրեցու կողմից ինձ թվում է շատ ցավոտ կլինի, որովհետև յուրաքանչյուր կառավարություն, որը ստացել է Գյումրեցու կողմից այդ պատասխանը, որը իրան ցավ է պատճառել, շատ արագ կորցրել է իշխանությունը։ Իմ կարծիքով նաև իրենց հետ կարող է տեղի ունենալ այդ ամեն ինչը։ Եվ ես նաև հույս եմ հայտնում, որ եկող իշխանությունը անպայման պետք է հետամուտ լինի այս հարցերին եւ Հայաստանի Հանրապետության մեջ առաջի զարգացման փորձը կատարի հենց Գյումրի քաղաքում, Շիրակի դաշտավայրում, որովհետեւ 35-37 տարի արդեն Գյումրին սպասել է այդ զարգացման տեմպին, որ նաև իր տուրն է հասնելու։ Եվ իմ կարծիքով դատապարտված այն իշխանությունը, որը օր առաջ չի զբաղվելու Գյումրու հարցով, Գյումրու զարգացման հարցով։ Ինչու չկարողացան 19, չնայած ձեր խոսքում փոքր ակնարկեցիք, ինչու չստացվեց 19 թվականի այդ որոշումը իրագործել։ Նախ առաջինը տեսլական չեն ունեցել փաստորեն, եթե տեսլական ունենան Գյումրու զարգացման, նոր են եկել, թարմ էին, ավելի աշխատունակ էին իրանց բանով, մեկնաբանություններով։ Եթե այդ ժամանակ իրենք չեն զբաղվել, ուրեմն դա տեսլականի պակասն է եղել, դա կամքի բացակայությունն է եղել եւ ավելի շատ հետաքրքրված են եղել ուրիշ բաներով, քան Գյումրիի զարգացումով։ Եվ ինչպես նաև ես օրինակ բերեցի, իսրայելական բիզնես ոլորտի հետ են կապի դուրս եկել, որը չի բերել այն հաջողությունը, որին մենք սպասել ենք։ Շատ լավ, տեսեք, ընդհանրապես նախընտրական շրջանները խոստումների, չգիտեմ, մրցավազք է լինում, հա։ Հայտնի անեկդոտի նման, որ ասում դու էլ ասա, որ այսքան ես կարողանում, ասենք, այն բանից անել։ Հիմա ինչով դուք կբավարարեք գյումրեցիներին կամ կփորձեք ապացուցել, որ այդ նախընտրական խոստումների մրցավազքի մասնակից չեք, կա կոնկրետ ծրագիր եւ ինձ հետաքրքիր է նաեւ գյումրեցիների տեսանկյունից ինչ կստանա շարքային գյումրեցին։ Չէ՞ որ ձեր առաջարկը ավելի շատ բիզնեսներին է առնչվում, որոնք կարող են գալ Գյումրիում ազատ գործունեություն ծավալել, ավելի པարզ հարկային մեխանիզմներով աշխատել, հա, ավելի քիչ հարկեր վճարել եւ արտադրություններ ստեղծել։ Մարդը, որ ապրում է Գյումրիում, ոչ արտադրություն ունի, ոչ բիզնեսով է զբաղվում, ինքը ինչ է շահելու։ Ուրեմն ասեմ, երբ որ քաղաքը ճանաչվի ազատ քաղաք, իրենց ինչ է ընդհանրում ազատ քաղաքը փոքր-ինչ բացեն, որպեսզի հասկանալի լինի, նաև սովորական մարդն ինչ է շահելու։ 50% հարկերի կրճատում է եւ ավելացված արժեքի եւ շահութահարկի։ Յուրաքանչյուր գործող բիզնես, որը գրանցված է բացառապես Գյումրիում եւ աշխատողները հաշվառված են բացառապես
Գյումրիում եւ այսինքն գյումրեցիներն են, ոչ թե դրսից կան, փորձեն այստեղ շրջանցեն եւ նորից Երևանում կամ մյուս մարզերում իրենց գործունեությունը ծավալեն, այսինքն այդ բարերները անպայման պետք է տրվի, որովհետեւ հենց Գյումրիի բիզնես լինի եւ գյումրեցի աշխատողներով համալրված լինի։ Դա նպաստելու է աշխատավարձերի բարձրացմանը, ապրանքների էժանացմանը, իսկ եթե այդ երկուսը տեղի ունենում, ուրեմն գյումրեցու կենսամագարտակը միանշանակ բարձրանալու է։ Եվ հենց սա է, որ այն մարդուն, որ նոր չունի բիզնեսներ, չկա այդ բիզնեսների մեջ, անպայման ինքը զգալու է իր մաշկի վրա, որ այդ կենսամագարտակի բարձրացումը տեղի ունենալու մեր քաղաքում։ Շատ լավ, ինչպես արդեն հաղորդման բացման ժամանակ ասացի, դուք առաջադրվել եք Մայր Հայաստան դաշինքով։ Մայր Հայաստանը, ինչացնեմ, 2023 թվականի մայիսի 28-ին հիմնադրված շարժում է եւ կուսակցություն չի, հա, դուք էլ կուսակցական չեք։ Ինչու որոշեցիք հենց այս անվան ներքո հանդես գալ, հենց այս շարժման եւ դաշինքի անունից հանդես գալ։ Ուրեմն ասեմ, նորից առաջարկներ ունեցել եմ եւ 2021 թվականին եւ նորից առաջ դրանից, որ քաղաքական դաշտում փորձենք մեր ուժերը, բայց քանի որ դաշտը նպաստավոր չի եղել, ես պատրաստ չեմ եղել այս ամեն ինչին եւ չեմ տեսել այն քաղաքական ուժը, որով կարելի է հասնել հաջողության եւ որի գաղափարները ինձ հոգեհարազատ են, ես միշտ մերժել եմ։ Այս անգամ ոչ թե առաջարկություն է եղել, այլ փոխըմբռնում, փոխադարձ այսպես ասած պայմանավորվածության արդյունք, որ կա Մայր Հայաստան շարժումը, որը նաև Երևանի հավաքանիում է ներկայացված եւ շատ լավ աշխատանք է տանում, իդեպ Երևանի մեր գործընկերների հետ զրուցելիս նաև իրենք են փաստում, որ այսօր շատ ակտիվ գործունեություն է ծավալում եւ ժողովրդին պետքական քայլեր է անում, անգամ հումորով ասում են արդեն կանալիզացիան զասարանի կեղնի զանգում ենք Մայր Հայաստանին, որ այդ հարցերը կարգավորեն։ Դա ասեմ դες հումոր չի, ես որ այդ ֆրակցիայում լինում եմ, հաճախ այդպիսի զանգեր ենք ստանում, այնց որ Դե ես այդ փաստում եմ մեր ծանոթ բարեկամների շրջապատից եկող բաներով, արձագանքներով, այո։ Անդրանիկ Թևանյանի հետ 10 տարուց ավել շփում ունենք, շատ մտերիմ ենք, ընկերներ ենք եւ նաև ես կիսում եմ Մայր Հայաստանի գաղափարները, որոնք ի նպաստ Հայաստանի են, եւ այդ ամեն ինչից հետո չառաջադրվել Մայր Հայաստանով, այլ ումով առաջադրվենք։ Նաև ասեմ, Գյումրիի զարգացման ծրագրի քննարկման ժամանակ օգնության ձեռք մեկնեց հենց Անդրանիկ Թևանյանը, ինքը նաև տնտեսագիտության տեխնազու է, ով լավ պատկերացնելով Հայաստանի տնտեսությունը, փաստեց, որ այո, առաջի զարգը պետք է տալ Գյումրիից, հենց այդ զարգացման հիմքը պետք է տնել Գյումրիից եւ Գյումրին դարձնել նաև լոկոմոտիվ ամբողջ Հայաստանի համար։ Եվ գյումրեցիները ֆիքսել են այդ պահը եւ անպայման իշխանափոխությունից հետո պահանջատեր են լինելու նաև հենց Անդրանիկ Թևանյանից, որովհետեւ զարգացումը առաջի հերթին տրվի Գյումրիում եւ այսպես տարածում ունենա մյուս քաղաքների, մյուս մարզերի վրա։ Այսինքն այն ինչ որ դուք ծրագրում եք, դրան կա նաև համապետական պատասխանատու կառույց եւ առաջնորդ։ Իհարկե, եթե համապետական մասշտաբի չունենաս պատասխանատու, կարող է եւ ինքը դատապարտված լինի։ Հա, բայց ամեն դեպքում Գյումրեցու համար կարևոր չի հաջորդ իշխանությունն ով է, հաջորդ իշխանությանը նա կընտրի այն մարդուն, ով որ առաջի հերթին պետք է մտածի հենց Գյումրու մասին եւ Գյումրիից փորձի այդ վերելքը ապահովել ամբողջ Հայաստանի համար։ Շատ լավ, տեսեք, պարոն Սիմոնյան, միշտ իշխանությունները կարողանում են ստանալ պետական ապարատում աշխատող մարդկանց մեծ մասի աջակցությունը, այսպեսի հիմնավորման, որ այ կգան ընդդիմադիրները եւ ձեզ աշխատանքից կհանեն։ Հիմա լսելով ձեր առաջին ելույթը ես հասկացա, որ տեսանելի էր, այսինքն ցանկացած համար տեսանելի էր, որ խիստ ընդդիմադիր հայացքներով նաև այն միավորը, որով դուք ներկայանում եք Փաշինյանի ամենաարմատական ընդդիմադիր հանդես եկող միավորն է։ Հիմա մարդկանց մոտ հարց է առաջանում, եթե ես չեմ սխալվում, Գյումրու քաղաքապետարանի եւ դրան կից կառույցներում աշխատում է 2000-ից ավել մարդ։
որն է այդ մարդկանց վստահությունը, որ երբ որ ձեր ուժը կամ դուք ընտրվեք, իրենց համար խնդիրներ չեք ստեղծել, ասենք կադրային ջարդ չեք սկսելու կոպիտ ասած։ Ուրեմն տեսեք, կադրային ջարդ իրականացնում են այն հիմնարկներում, որտեղ շունչ գոյություն չունի, բացարձակապես մերյալ իրավիճակ է եւ որևիցե անձ ունակ չի գաղափար առաջ բերելու, ակտիվանալու եւ ցուցաբերելու աշխատասիրություն։ Այսօր այդ իրավիճակը չէ Գյումրիում, ես ծանոթ եմ եւ քաղաքապետարանի ներսի աշխատակազմին եւ գից կառույցների աշխատակազմերին եւ ոչ թե խնդիրը այստեղ անձերի մեջ է, որ անձերը ի վիճակի չեն քաղաքի կառավարման օգուտ տալու, այլ համակարգային, այսինքն վերևից եկող հրահանգներ, մոդել, գաղափար, ծրագիր, եթե չունես որպես ենթակա, այսպես ասած, ծրագիր եւ ներդրված գաղափար, որի հիման վրա պետք է առաջ տանես, ենթադրենք մշակույթի բաժինն է, չունես պլան, որ քեզ գալիս է, որ գիտեք ինչ կա տարվա կտրվածքով այսքան միջոցառում է պետք։ Միջոցառումները պետք է ուղղված լինեն այս ոլորտներին, որովհետեւ բարձրացնենք մեր հայրենական ոգին, հա, մեր ավանդական ընտանեկան արժեքների պահպանությանը, կրթական ոլորտում, սպորտի ոլորտում, եթե այդ ամեն ինչը չկա, ինչքան ուզում է լավ աշխատող այնտեղ նստած եղնի։ Ինքը ի վիճակի չէ այդ բաները իրականացնել, որովհետև դրա համար պետք է ծրագրի հաստատում։ Մի խոսքով, էլի, ես գտնում եմ, որ կադրային ջարդ իրականացնելու խնդիր բացարձակապես չկա, ուղղակի պետք է յուրաքանչյուր կադրի ճիշտ տեղում նշանակել եւ տալ են ամեն ինչը ինչ պետք է այդ բաժնին եւ պահանջել այն ամենը, որ նոր օգուտ է բերելու Գյումրի քաղաքին։ Հասկանալ է, տեսեք, ասում եմ, վերջին հարցն այո, ամփոփենք մեր զրույցը, մի փոքր անձնական բնույթի է եւ ես իմ գոնե պրակտիկայում հանդիպել եմ մշտապես գործարանների, որոնք խուսափում են քաղաքական process-ներին մասնակցելուց, հատկապես այսօրվա Հայաստանում, ինչու որովհետեւ զբաղվել քաղաքականությամբ, այնել ընդդիմադիր դիրքերից նշանակում է ունենալ խնդիրներ իշխանությունների հետ, հա, վստահաբար իշխանությունները կփորձեն գտնել ճանապարհներ վնասելու բիզնեսը, հա, մարդու եւ այդ հարցում կանք չեն արել նաեւ ոչ օրինական ճանապարհների դեպքում, հա, կբանեցնեն նաեւ ապօրինի միջոցներ։ Հիմա ինձ հետաքրքրում է ձեր կյանքում այսպես բավարարված լինելով, հա, բիզնես ունենալով, հանգիստ ապրելով, ինչու որոշեցիք մտնել քաղաքականություն, հաշվի առնելով այն նաև որ քաղաքականությունը ամեն դեպքում այսպես սկեղտոտ ոլորտ է, մարդիկ մտնում են, քննադատվում են, թիրախավորվում են, պիտակավորվում են, հաճախ անարդարացի, հա։ Ուզում եմ այս հարցին շատ անկեղծ պատասխանեք, ո՞րն է ձեր մոտիվացիան զբաղվելու քաղաքականությամբ։ Դա խառնվածքով կբացատրեմ, որովհետև իմ ներքին խառնվածքը հենց անկություն ունի հանրային դաշտում աշխատանք տանելով եւ հանրային դաշտում աշխատանք տանելու ընթացքում բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս, որը առնչվում է պետական մարմինների հետ, որոնց փորձում ես բացատրել ինչի մասին է խոսքը, չեն հասկանում եւ կամ կարող է հասկանում են, չեն ուզում ընդառաջ գնալ եւ այդտեղ գալիս է հաջորդը, ուրեմն այդտեղ է ունես պայքար, որովհետեւ հաջողես այդտեղ այս պայքարը եւ կարողանաս հանրային դաշտում ունեցած գաղափարներ ու ծրագրեր իրագործես, դա է քեզ մղում դեպի քաղաքական դաշտ։ Շատ են եղել, հա, խորհուրդներ, որ ասել են ինչի դե պետք, հանգիստ քո համար ապրում էր, բայց իմ համար հանգիստ ապրելը հենց այդ հանրային տիրույթում աշխատանք տանելն է, որից նաև բավականություն է ստանում մարդ, երբ որ իր ծրագրերը, գործերը, գաղափարները կարողանում առաջ տանել եւ ամենակարևոր բանը, երբ որ հասարակության կողմից գնահատվում է այդ ամեն ինչը։ Մինչև այսօր ես ինչ արել եմ, արժանացել եմ գնահատականի եւ ընկերական շրջապատում եւ հասարակական միջավայրում եւ այդ ամենը պարտավորեցնող է, որ ել ավելի շատացնես եւ ել ավելի արդյունավետ փորձես պիտանի լինել Գյումրի քաղաքին, ընդհանրապես հասարակությանը եւ հայությանը, ինչու՞ չէ նաեւ մարդկությանը։ Իսկ պիտակավորել, հա, քաղաքական դաշտում կան այդպես բաներ, որ փորձում են պիտակավորել, բայց ամենակարևորը քաղաքացիների այսպես ասած զգայարանները շատ լավ է աշխատում
եւ այն պիտակը, որը կպցնում են մարդուն, որը արժանի չէ, Անարդարացիա, անարտարացի միանգամից հագազդում է Մերժում։ ժողովրդի կողմից, հա, որ մեր տղեն է, մեր իմացածն է, մեր ընկերն է, եւ մենք այդպիսի բան չենք տեսել։ Այսինքն հագարակ ռեակցիան է տալու։ Մինչև այսօր որ շատ զգույշ են իմ հանդեպ եւ փորձում են ինչ որ պիտակավորումներ գտնել ու հələ չեն գտել իրանց ուզածը, որպեսզի հանրային տիրույթում աղմուկ բարձրացնեն, աշխատի, հա, շատ զգուշավոր են իմ անձի հանդեպ, անունի հանդեպ եւ իմ կարծիքով իրանք փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի ինչ որ մի հատ տեղից ինչ որ բան հանեն, բայց հանգիստ քաղաքացիները դա ֆիքսել են եւ չեն թույլ տալու որևիցե այդպիսի բան։ Մի բան էլ ավելացնեմ, ներքին ինֆորմացիայի արդահոս կա, որ երեկվա այդ հավաքից ընդհանուր ժողովի ժամանակ փորձել են հորդորել, որ կոմպրոմանտներ հավաքեք բոլոր տեխնազուների վրա, իսկ դա դեռ որ մենակ կոմպրոմանտներ իրենց սարիքի մասին է հրապարակում։ Եվս մեկ անգամ դա փաստում է, որ ոչ թե զբաղված են Գյումրին համախմբելու գործում, այլ հագարակը պարակտելու, որովհետև ցանկացած մարդ ունի թերություն, ունի սխալ, եւ այդ ամեն ինչը հանրայնացնել, ցույց դնել, դա մենակ պարակտում է բերելու, որին ես այս մարդկանց մասին, այս մարդիկ անգամ իրենց սեփական թիմակցի նամակագրությունները ընթերցեցին, հրապարակեցին, բարձրացրին, այսինքն իրենց համար այդ վարկագիծը տրամաբանական է եւ պարակտումները այս իշխանության հիմքն են, այսինքն իրենք միայն դրա շնորհիվ կարող են ապրել, այսինքն հիմա ոնց է մեքենան, եթե բենզին, գազ կամ արդեն էլեկտրականություն չլինի, չի աշխատի, չէ՞։ Եթե հանրային կեղտ չլինի, քաղաքացիական պայմանագրը չի կարող աշխատել, դա իր վառելիքն է առաջ գնալու։ Ես ասացի վերջին հարցը, բայց մի փոքր քաղաքական գործի վարկագիծ դրսևորեցի, ոնց որ ասում ստեցի, մի հարց էլ կար, որ պիտի տայ արանքից բաց էր մնացել, ուրեմն Գյումրու պատկերը, այսպես քաղաքական պատկերը խճապատկեր է հիշեցնում եւ բնական է, ես էլ որպես լրագրող նաեւ հետեւում եմ գործընթացին, հասկանալի է, որ որևէ ուժ այս պահի, գոնե այս պահի դրությամբ եղածտվյալների համաձայն 50+1% չի կարող հավաքել կամ չի հավաքել, այսինքն այս պահին չկա որևէ ուժ, որը միանձնյա կկարողանա վերցնել։ Ու իհարկե քարոզարշավը դեռ կսկսի, դեռ մենք կտեսնենք ով ինչ հնարավորություններ ունի, հա, բայց եղած այս պահի տվյալների հիման վրա որ ուժերն են ձեր տեսադաշտում, որոնց հետ դու կարծում եք հնարավոր է հետընտրական կոալիցիաներ կազմել, չբացառել իրենց հետ հետընտրական կոալիցիա խնդրեմ։ Փորձը ցույց է տվել, որ երբեք չի կարելի ասել երբեք, բայց հավանական տարբերակը համարեն կոալիցիոն պլյուս որևիցե տեխնազու կամ քաղաքական ուժ չի տանելու։ Ես պատասխանեմ, որպեսզի գյումրեցիներն էլ հենց այս պայից իմանան, որ ոչ թե մեր մասնակցությունը պայմանավորվում ենք, որ ինչ որ բան փախցնենք կամ ինչ որ կուլիսային շուկայական հարաբերությունների ձեռքբերում ունենանք, այլ ռեալ այս պայն ասում ենք այն, ինչը որ մարտի 31-ին կամ ապրիլի 1-ին փաստելու ենք, եւ դա է, որ քաղաքացիական պայմանագրի հետ բացառում ենք համագործակցությունը, բացառում ենք նաեւ Եվրադաշինքի հետ, եւ ես դա նորից հայտարարել եմ, թե ինչից ելնելով եմ այդ ամենը բացառում, քանզի իրենք առաջին իրենց հայտարարության մեջ նշել են, որ կողմ են ռուսական ռազմաբազայի հեռացումը Գյումրիից, որը ես անընդունելի եմ համարում, չափից դուրս ռիսկային եմ համարում, եւ նաեւ այս կարծիքին են գյումրեցիների ճնշող մեծամասնությունը, գրեթե 95%-ը, որովհետեւ խաղն էլ նման բանի հետ, դա նույնն է ոնց որ կրագի հետ խաղնես կամ բրոնզկով մեխին հարված ես, այդտեղ շատ լուրջ հաշվարկներ են պահանջում, որը այս պայն ոչ մեկը չունի արած։ Մնացած ուժերի հետ խնդիր չենք տեսնում, բացարձակ, եթե մեր գաղափարները կիսում են, մեր ծրագրերը կիսում են, եւ առաջ ենք բերել մենք հետեւյալ թեզը, որ յուրաքանչյուր դաշինք եւ համախմբում չվիժեցնելու համար անհրաժեշտ է ընդդիմադիր դաշտում առավելագույն ձայներ ստացած ուժի օգտին քվեարկեն անվեհապահորեն
եւ չհավակնելով որևիցե պաշտոնի։ Եվ յուրաքանչյուր տեխնազու եւ քաղաքական ուժ պետք է արձագանքի այս կոչին եւ ինքն էլ նմանատիպ հայտարարություն անի կամ միանա մեր հայտարարությանը, որբիսի ընտրություններից հետո բազարի առարգա չդարձնեն քաղաքապետի աթոռը, ամբիցիաներին տուրք չտան, փորձելով 2 մանդատ, 3 մանդատ շահարկելով քաղաքապետարանի կեսը փորձեն վերցնել կամ գրավել, այսպես ասած, դա արդեն պաշտոնակրվի է նմանվում եւ գյումրեցին հաստատ չի ուզենա այդ ամեն ինչի ականատեսը լինել։ Կուզենա, որբիսի ազատվի քաղաքացիական պայմանագրի իշխանությունից, առնվազն գոնե Գյումրի քաղաքում, բայց նաեւ աններելի է, եթե պաշտոնակրվի միջոցով փորձեն վիժեցնել այդ համախմբումը եւ թույլ չտան, որբիսի համախմբում լինի, ինչպես տեսանք նաեւ Երևանում, հա, տարբեր տեսակի Ես դա ուզում իջեցնել, որ Երևանում մեկը ասում էր տվեք ինձ վերահսկողությունը, մյուսն ասում էր տվեք ինձ ես եւ չեղավ։ Հետևաբար որևիցե քաղաքական ուժ եւ անհատ իրեն թույլ չպետք է տա, որբիսի պայմաններ տնի մեկ ձայն առավել ստացած տեխնազուի կամ քաղաքական ուժի դիմաց, որը տանելու է վիժեցման։ Մինչև մարտի 30-ը որ քաղաքական ուժերը եւ տեխնազուները հայտարարեցին այս մասին, գյումրեցին արդեն կհասկանա, որ նա կողմնագից է քաղաքացիական պայմանագրի հեռացմանը։ Ովքեր որ չեն հայտարարելու, ուրեմն մտածելու տեղիք են տալի նույն գյումրեցիներին, որբիսի գյումրեցին կասկած ունենա, որ մտել են պայքարի մեջ 2-3 մանդատ վերցնելու, շահարկելու, խաղարկելու եւ փորձելու իրենց այսպես ասած թիմագիստների եւ իրենց կրուգի համար ինչ որ բաներ ապահովելու կամ քաղաքական ուժի համար։ Դրա համար բոլորը պետք է մեկ մարդու նման ընդդիմադիր դաշտում հայտարարեն, որ չեն հավակնելու որևիցե պաշտոնի եւ օգնելու են, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը հեռացվի քաղաքի իշխանությունից։ Շատ լավ, շնորհակալ եմ եւ փակումից առաջ հիշեցնեմ, որ 2023 թվականի Երևանի հավաքանու ընտրությունների ժամանակ Մայրաստանը հենց այս դիրքորոշման կրողները հայտարարել էր, որ պատրաստ է եթե համաձայնություն ձևավորվի, քվեարկել եւ որևէ պաշտոն դրա դիմաց չի ակնկալում ստանալ, որովհետեւ միշտ այդ պաշտոնի ցանկությունը բերում է պարակտման վեճի եւ մյուս կողմից լավ է որ արդեն հռչակագրային ձեր գաղափարները ասել եք, որ ուժեր եք պատրաստ համաձայնել։ Մենք խնդիր չունենք, եթե կա առավել ձայներ ստացած եւ կիսում է մեր գաղափարները եւ մեր ծրագրերը, մենք պատրաստ ենք աջակցելու, որպեսզի իրենք ստանձնեն քաղաքի կառավարումը եւ որևիցե պաշտոն մենք չհավակնենք, պաշտոնի չհավակնենք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալ Ես իջեցնեմ զրուցում էի Գյումրու քաղաքապետի տեխնացու Կարեն Սիմոնյանի հետ։ Կարեն Սիմոնյանը գլխավորելու է Մայրաստան դաշինքի ցուցակը։ Լավ մնացեք, կհանդիպենք։